Շրջանակները փաստեր ունենային, իրենք նստաբար փաստերն ուրեմն հրապարակեին, իսկ տպավորությունը, որ ընդդիմադիր մամուլի որոշ գործընկերներ առավոտյան բարդանում են մտքով, թե ինչ է իրենք կարելի է տարածել քաղաքացիական պայմանագրի ընդդեմ քաղաքացիական պայմանագրի վաղարշապատում, հույս ունենալով, որ այդպիսով կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա, որովհետև իրենց թիմերը որպես այդպիսին առաջարկ չունեն վաղարշապատին։ Իսկ ինչու են դեռ կարծիքով բոլորը սոցիալական քաղաքացիական պայմանագրերին կարծում եք արդեն առաջարկներ։ Ես վստահ եմ, որ իրենք շատ լավ պատկերացնում են իրավիճակը, որում հայտնվել են, մասնավորապես իրենք փորձում էին առնվազն 4-5 ուժով հայտ ներկայացնել ընտրություններին չստանալով մեծամասնության ձայներ, այնուամենայնիվ փորձել իրականացնել այն սցենարը, ինչը Գյումրիում, եւ ակնհայտ է հիմա, որ այդ ուժերից առավելագույնը երկուսը հնարավորություն ունեն ՇՄ ախտարելու, որից մեկի դեպքում խիստ կասկածվում եւ ես մի քանի օր առաջ էլ ասել եմ, որ Հայաստանը ճիշտ կանի զբաղվի քարոզարշավով, այլ ոչ թե մանիպուլացնելով իրավիճակը, եթե ուզում է իսկապես ՇՄ ախտարել։ Այսինքն այդ ուժերը կոնկրետ մեկ անձի կողմից ուղղված ուժեր են։ Իրենք էլ հենց այդպես հայտարարում են, իրենք էլ ասում են, որ պատրաստ են համագործակցել բոլոր ուժերի հետ բացառությամբ քաղաքացիական պայմանագրի իշխանությունից հեռացնելու համար, շատ լավ խաղի կանոնները հստակ են, եթե այդ ուժերը վստահ են, որ մեծամասնության քայլեր կստանան, ապա դա այլ խոսակցություն է, իսկ ես տեսնում եմ, որ եւ իրենք վստահ չեն եւ ընդհակառակը մենք ենք վստահ, որ քաղաքացիների մեծամասնությունը ընտրելու է պարոն Մեխակյանին եւ մեր քաղաքական թիմին։ Հենց դա ուզում հարցնել, ձեր քաղաքական թիմի արդյունքը կլինի այս ընտրությունները, թե կոնկրետ պարոն Մեխակյան։ Սա կլինի պարոն Մեխակյանի հեղինակության եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարկանիշի արդյունքը, վստահաբար։ Պարոն Մեխակյանը երկար ժամանակ քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է եւ իր քաղաքական գործունեության հսկայական մասը իրականացել է կուսակցության անդամի կարգավիճակով, այնպես որ այս երկուսը տարանջատել է նույնիսկ հնարավոր չի։ Իսկ ինչով են կարևոր այս ընտրությունները 26-ից առաջ։ Վաղարշապատում լավ իշխանություն ձևավորելու համար առաջին հերթին, որպեսզի հնարավոր լինի իրականացնել են աշխատանքները, որոնց արժան են վաղարշապատցները, այդ աշխատանքների մի մասը նախորդ տարիներին իրականացվել են, մասնավորապես այսօր մենք քարոզարշավի ընթացքում են գյուղական բնակավայրերը, որտեղ այցելեցինք, տեսանք, որ մանկապարտեզներ, դպրոցներ են կառուցվում, ջրագծեր են փոխվել, առաջիկայում այգու եւ ասֆալտապատման հետ պլաններ կան, այս աշխատանքների շարունակությունը ապահովելու համար է անհրաժեշտ մեծ վստահության քվեն։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։